չասեմ, հիասթափված, բառից բուն իմաստով։ Ես որ 20 թվից Ղարաբաղից եկել եմ, ես 6 տարում իմ տեղից չեմ գտել։ Մի տարի աշխատում եմ պարոն Ծառուկյանի Արարատյան զավոդում, ու ես ամեն օր հիանում եմ իր զավոդով, իր ամեն ինչով, որ տոն օրերին ամենից 20,000-ներ տալիս է, մարտի 8-ի նրեները նույնը։ Անցած 26 թվին դեկտեմբերի 26-27-ը ամբողջ գործարանին տարավ ռեստորան, ամենին քարտին 20,000 դրամ նվերեց։ Չգիտեմ, էլ ինչ են ուզում այս ժողովուրդը, այս ժողովրդից ինչ է ուզում մեր պարոն վարչապետը։ Խնդրանքս էդ է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակե մեր զավոդի ծուխը հելնի, մենակ Ծառուկյանի օրոք։ Ոչ, մեր պարոն Ծառուկյանը եթե փողերի լվացում անի, Հիսուսի արձանը հատիսի լեռան վրա չեր դնի։ Այդքանը կարամ ասեմ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ այս գործարանը պետք է պետականացնենք եւ ասում էր աշխատակիցները խնդիր չունեն։ Սա նկատի ուներ։ Կլինի ավելի լավնա չպատասխանեմ, որովհետեւ ես հիասթափված եմ այսօրվա կառավարությամբ, դարելա չարի վերջը, այս սարիմն է, այս ծառը իմն է։ Ոչինչ, պաշտոնն էս բան է, ես կարամ էդ ասեմ, որ այսօր ոչ մի պաշտոն հավիտյան չի, Քուրջան։ Այսօր դու եթե նստած ես սարի գագաթին, մի օր ելնելու ես ավելի ցավոտ արնելու։ Դուք ինչ պատասխան եք ակնկալում, կբացվի գործարանը։ Ես մեծ հույս ունեմ, մեր ծուխը կհելնեցնի մենակ պարոն Ծառուկյանը։ Կաշխատե մենակ պարոն Ծառուկյանի օրոք։ Որոշեցիք գնաց սպասել այստեղ։ Ինչ ակնկալիք